Շատ ծանր է վիճակը, ես երևի կրկնվեմ, ես սա շախմատում վիլկա են ասում, հա, երբ որ ձինքայլ անում եւ երկու ֆիգուր մնում են գերի, մեկն ու մեկը պետքա այս վիճակն է։ Գիտես, մի բան էլ կա։ Այս իշխանությունը կենաց մահու պայքար է տալու, որպեսզի մնա, որովհետեւ դա իրենց անվտանգության խնդիր է լուծում։ Եվ ես համոզված եմ զանազան կեղծիքներ կլինեն եւ նայելով այս ժողովրդի այսօրվա սոցիալականին այսքան կախված լինելուն եւ ապաքաղաքական մտածելակերպին եւ անգամ մի ամիս հետո չպատկերացնելուն այդքան կարճ են մտածում, կարճ։ Հələ երևի մի ամիսը շատել է, շատերի համար, հա։ Մի քիչ կասկած ունեմ, որ այդ ժողովուրդը իր իրավունքների համար դուրս կգա պայքարի։ Բայց ըստ ձեզ այս ժողովրդին կոնկրետ վախեցնել է, որ եթե մենք չլինենք, պատերազմ կլինի։ Կաշխատի։ Մի րոպե։ Իսկ եթե ենթարկվում ես բոլոր այն պահանջներին, որ թելադրվում է, դա պատերազմից վատ բան է, հա? Այսինքն պետքա այս ազերիները գան Հայաստան, Հայաստանի բոլոր այն մայրուղիների հենց ամենահանգուցային կետերում լինեն անկլավներ, հա? Լավ, անկախության հռչակագրից հրաժարվելը պատերազմ չէ, պատերազմ է։ Ցեղասպանությունից հրաժարվելը։ Լավ, հասկանում եմ, դու անձնական կարող թքած ունես, հա, քո համար քո խնդիրն է, քո օրվա խնդիրը լուծելու վրա ես կենտրոնացած, որովհետև վիճակը վատն է, հասկանում ես։ Բայց արդյոք դու գոնե մի փոքր չես մտածում այս ազգի, այս պետության ապագայի մասին, ասենք 10 տարի հետոյի մասին, 100 տարի հետոյի մասին, հասկանում ես, այս աստիճան սեց ժողովրդին ընկճացնել, իր ինքնությունից հրաժարեցնել եւ բոլոր այդ նվաստացուցիչ պայմանները ընդունել, չգիտեմ, ես նոնսենս է, անհնար է, ասում եմ գոնե 3% են գոնե մտավորականություն կամ ավելի պատրաստված հասարակության այդ պատրաստված մասը, որը խորհել գիտի, կրթություն ունի, կարում է հեռու տեսնի, կարողանում է անալիզ անի, ինչի ինչոց է, նրանք էլ են սուս, հասկանում եք, սուս են, բայց այս ընտրությունների ժամանակ մեկ էլ տեսնում ես հայտնվեց մեկը ընդեղ, այ ժողովուրդ, ուր եք գնում, ինչ եք անում, ինչ է ձեր ուզածը, ընդամենը ձեր ստորաքարշ կյանքը նոր հույս կապել, որ այս ինչ որ փոփոխության դեպքում ձեր ստորաքարշ կյանքը նույն ձևի շարունակելու եք, բայց ուր մնաց արժանապատվությունը, ուր մնաց արժանապատվությունը, մարդ չգիտեմ, եթե ինքը արժեք չունի իր համար, ինքը ինքնագնահատականով, ինքը իրեն հասցրել է զերոյի, ինչ անես այդ մարդկանց հետ,